Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրամիության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու սոցիալ-տնտեսական դիմակայությանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը։ Ֆակտոր TV-ի հարցմանի պատասխան այսպես է արձագանքել արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանն ի պատասխան։ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, ակնհայտ է, որ այն ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նախորդին հայտարարել էր, թե դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիություն-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և Երևանից ու Բրյուսելից ակնկալել արդեն իսկ ստորագրված փաստաթղթից Բաքվին դուր չեկած ձևակերպումների հեռացում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպմանը։ Նա ճիշտ տրամաբանություն չի համարում տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը և չի բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսվող ինչ-որ միջոցառման։ Սիմոնյանը հավելել է, եթե կան ինչ-որ խնդիրներ, պետք է բարձրաձայնել, այդ թվում գերիների հարցը, բայց հանդիպումների չմասնակցել նրա կարծիքով ուղղակի չի կարելի։ Ադրբեջանը սկսել է գնահատել այլընտրանքային լոգիստիկ առանցք զարգացնելու համար իր սեփական հնարավորությունները ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի, հաղորդում է ադրբեջանական իշխանական Մինվալ պոլիտիկան, անդրադառնալով Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան տարանցումներին ու դրա համար սակագների սահմանվանը։ Նշվում է, որ խորհրդային տարիներին գոյություն ուներ երկաթուղի, որը կապում էր Բաքուն Ղազախի հետ, այնուհետև շարունակվում դեպի Իջևան, եւ ադրբեջանական կողմը ներկայում դիտարկում է այս հատվածի վերականգնման հնարավորությունը Ղազախից մինչև Հայաստանի հետ ենթադրյալ սահման։ Նախնական գնահատումը ըստ հրապարակման արդեն սկսվել է։ Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշիվը փակվում է, գումարի մնացորդը կփոխանցվի պետական բյուջե։ Ըստ նախագծի արտաբյուջետային միջոցները կազմում են 2 միլիարդ 689 միլիոն 375 հազար դրամ։ Միաժամանակ 2026 թվականի պետբյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563 միլիարդ դրամ, 2025-ի պաշտպանական բյուջեն 664.5 միլիարդ դրամ է։ Ստացվում է կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսում է ավելի քան 101 միլիարդ դրամով ֆինանսավորում։ Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը դիմել են կառավարությանը մաքսատուրքի վճարից ազատվելու համար, ըստ նախագծի Ալեքս Տեքստիլ ընկերությունը պատրաստվում է 1 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում կատարել հագուստի արտադրության ոլորտում։ Նշված գումարի չափով հումք է ներկրվում ոչ ԵՏՄ անդամ պետություններից։ Պետբյուջե վճարվելիք մաքսատուրքի չափը 109 միլիոն դրամ է, որի չվճարման համար Ալեքսանյանները ցանկանում են արտոնություն ստանալ։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականը ընկերությունը նախատեսում է ստեղծել 50 նոր աշխատատեղ, 153 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ըստ աղբյուրների ծրագրվում է մասնավորապես սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից նավթի փոխադրման հետ կապված 9 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Բացի այդ պատժամիջոցների ցուցակում կընդգրկվի ևս 43 նավ, պատժամիջոցները կվերաբերեն նաև Վալդայ քննարկումների ակումբին։ Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց կողմից։ Օրենքը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից 2024 թվականի նոյեմբերին, ուժի մեջ է մտել դեկտեմբերի 10-ին։ Արգելքը, որի նպատակն է նաև պաշտպանել պատանիներին համացանցում ծաղրից, հապատեղեկատվությունից եւ անօրինական բովանդակությունից, կազդի խոշոր հարթակների վրա, այդ թվում TikTok-ի, YouTube-ի, Instagram-ի, Snapchat-ի, Facebook-ի, Reddit-ի եւ X-ի։ Այն չի վերաբերում WhatsApp-ի հաղորդագրություններին, էլեկտրոնային փոստին, առցանց խաղերին կամ կրթական նախագծերին։